Չիտեմ Էսում թորնիկներն են, այ մարդ, ինչ լավ երեխեք են, այսպես 9 հատ ունենք, 9 հատ։ Սիրելի գյումրեցիներ, սիրելի համաքաղաքացիներ, այսօր մենք հանդիպում ենք, ուրեմն Լենինականի թաղերով, մայլեկով, թաղերը Երևանյան է, մեր Լենինականինը մայլեկով, Օշիմայլի ժողովրդի հետ մեծամասնությամբ, եւ ես ուզում եմ ձեր թաղը շատ ուժեղ թաղերից մեկն է, որ ձեր մայլի փեղամբարը Օշիմայլի Հակոբը ցիով էր գնում կռիվներին, ես փոքրուց հիշում եմ նմանատիպ բաներ, ողորմի իրանց, լավ, ինչևից է։ Այս երեխեքի, որ հիմա մեզ հետ կանգնած են, իրանց հետագան ինձ ստիպել է, որ ես անպայման մասնակցեմ այս քաղաքապետի ընտրություններին, որը ԿՊ-ի ներկայացուցիչներն ասում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները դա Ստալինգրադսկայա բիտվա, այդպես են ասում, իրենք են այդ ուրեմն միտքը ասել Ստալինգրադում, բայց մի բան եմ ուզում իրենց հիշեցնել, որ երբ որ 600,000 բնակչություն ունեին, Ստալինգրադում ապրում էին, պատերազմի ժամանակ մի շակ հետ չգնացին և 400,000-ը մահացան, 1,100,000 զինվոր մահացավ և պաշտպանեց Ստալինգրադը, բայց ցավում եմ, որ իրենք այդ հետ քայլ և այդպես հանձնվողական պահվածքով հանձնեցին Արցախը 12,000 քառակուսի մետր թուրքերին։ Եվ չեմ պատկերացնում, որ որևիցե մի հայորդի հիմա կասկածի, որ եղել է թավաճանություն։ Եվ եթե այսօր ներկայացնում են, թե տարբեր ազգեր են մեզ հետ կռվել, թող իրենք գիտենան, որ 92 թվականին նույնպես բոլորը այդ այսօր ինչ որ կռվեցին մեզ հետ, նույնը կռվում էին, բայց այն ժամանակ ադրբեջանցիները գնում էին Մոսկվայի ոտքերն էին ընկել, թե հայերին ասեք, որ Բաքուն չգրավեն։ Ես ուղղակի զարմանում եմ, թե այդ մարդունակ բանակը ինչ սարքեցին այսօրվա ուրեմն ղեկավարները եւ ցավում եմ ես դրա համար։ Ուրեմն այս ամեն ինչը տեսնելով սրանք նորից ուզում են այն խոսույթը օգտագործել, որ նախկինները, չգիտեմ սա, չգիտեմ նա, եւ ընդհանրապես ամենասարսափելին գիտեք որն է, որ չեն թողել իրենց ծնողների, իրենց պապերի, մայրերի, քույրերի այն նախկին աշխատանքից որևիցե մի ոլորտ կամ որևիցե մեկ, ուրեմն տիտղոս ասեմ, որ չփնովեն ու չվարկաբեկեն, այսինքն բոլորը գող են, բոլորը ավազակ են եւ միայն ճիշտը, ուրեմն այսօր այլասերվածներն են, որոնք տեղ ունեն իրենց մոտ եւ այսօր պիտի լինես ուրեմն այդ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչ, որ Հայաստանի Հանրապետությունում գործ ունենաս։ Աստվածաշունչը ասում է, թե եկա ոչ թե հինը ջնջելու, այլ հնի վրա նորը կառուցելու։ Եթե դուք ընդունեք ձեր հայրերին, ձեր մեծերին եւ ձեր մեծերի կատարած աշխատանքը, դուք այդ սկզբունքով չեք մոտենա պատերազմի հաղթանակած գեներալներին, հերոսներին, բոլորին վարկաբեկեցիք, մի մարդու անուն, եթե այսօր ես չգիտեմ թե ում անունը տանք, որ դուք չվարկաբեկեք ու չքարկոծեք, այո դա սորոսական, եվրոպական ապրելակերպ է, որ այդ այլասերված բարկերը ուզում եք բերել եւ հայ ժողովրդին ուրեմն դրանով զինել եւ դրանով ապրել տան։
բայց միանշանակ դա չի լինի, որովհետև հայ ազգը Աստծո մոտ տեղ ունի, եւ մենք գիտենք, թե ոնց են ապրել մեր նախնիները, եւ հետո էլ մենք հիմա ոնց պետք է ապրենք, եւ մեր ապրելակերպը սա է. հնի վրա նորը կառուցելը, որն ասում է Հիսուս Քրիստոսը։ Հիմա ինչ եղավ, թե ինչից եղավ, ոնց եղավ այս ամեն ինչը, եթե դուք այսօր ասում եք, թե թալանել են ու գողացել են, 7 տարի մի թալան հետ չես բերել, ձևական ցույց ես տալիս, եթե դատարաններում մարդկանց անուններ ես տալիս, հասկանալի է, որ դատարաններով օրինականացնում ես այդ թալանածը, եթե մեկը 10 միլիարդ կամ 100 միլիարդ գողացել է, կամ 50 միլիոն կամ չգիտեմ ինչքան, 500,000 հետ ես բերում, մնացածը օրինականացնում ես, այդ դա մենք հասկանում ենք արդեն, հատիկ տեսնում ենք, թե անուններ ես տալիս, որոնք քեզ իրենք են բերել, թե չէ չալոյով դու այդքան ձեն չունեիր, եւ կոնդանիկը քեզ ձայն չէր տալիս, լավ իմացիր։ Հետո, քանի որ չալոն Գյումրեցի էր, Գյումրիից եկավ, մեզ տեղյակ է պահե, քո դավադրությունները, թե դու ում ես հանդիպե, ու ինչ ես արել, ու ոնց ես սարքե ժողովրդի գլխին։ Եվ այս ամեն ինչի մեջ ես տեսնում եմ նախկին ՀՇ-ի, ուրեմն ամեն ինչը, որ նրանք են ձեզ բերել, ձեր քաղաքական հայերը հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՇ-ը, որ այստեղ երբ որ երկրաշարժ տեղի ունեցավ, ուրեմն ռուսներն ասում էին, թե թողեք 6 ամսից մի տարի եւ մենք ամբողջ աղետի գոտու խնդիրը կլուծենք։ Դիտավորյալ ռուսներին այստեղից վռնդեցիք եւ 37 տարի մեզ թողեցիք այդ տնակների մեջ։ 37 տարի։ Սա դուք եք արել։ Հետո որ հիմա մենք տայում ենք աշխարհում ով շատ օգնեց աղետի գոտու բնակիչներին։ Տեսնում ենք, որ Եվրոպան մի քանի պոլիկլինիկա է կառուցել։ Ռուսները այստեղ կառուցել են միայն մուշ թաղամասում 4500 բնակարան։ Եվ եթե ռուսական եկած այդ ամբողջ ուրեմն օգնությունները, շին մատերիալները, եթե թողնեիք, չվաճառեիք դրսին, 2-3 Հայաստան կկառուցվեր, 2-3 Հայաստան, այստեղ Չուլոշտի գործարանն է, Ուրբան Ասկեղենի։ Ուրեմն ես հստակ, որով քանի որ այն ժամանակ ես ունեի ցեխեր, փոքր գործարան ունեի, որտեղ աշխատում էր 50-70 մեքենաներ ունեի, որ 3 սվեն աշխատում էին, այն ժամանակ ես գիտեմ, որ համալրվեց Լենինագանի եւ աղետի գոտու սպիտակին նույնությամբ ժամանակակից 21-րդ դարի ամենավերջի մեքենասարկավորումներով, բայց ցավոք սրտի դուք ձեր ղեկավարներով, եվրոպական ղեկավարներով բոլորը վաճառեցիք թուրքերին ու պարսիկներին, ով չգիտի, բոլորիս աչքի առջև եղել։ Եթե պետությունը քանդում է գործարանները, եթե պետությունը քանդում է ատոմակայանն է փակում, Ռիշկովը խնդրում էր, թե Նայրիտը մի փակեք, հսկայական շահույթ եք ունենալու, Նայրիտը ինչի համար եք փակում, Նայրիտը փակեցիք, Կիրովագանի քիմիական կոմբինատը փակեցիք, որ 20-ական թվականներին արտադրվում էր կարբիդ եւ էլեկտրոդ, հիմա դու կարբիդն ու էլեկտրոդը բերում եք Թուրքիայից։ Հայաստանի Հանրապետության պարենային եւ ոչ պարենային ապրանքների 60%-ը բերվում է դրսից, որից 40%-ը Թուրքիայից։ Այսքան գիտական ուժ ունենք, այսքան գիտնականներ ունենք, որ երկրում նայում ես զենքի արտադրության մեջ ամենամեծ դերակատարությունն ունի հայ ազգը։ Դուք ինչի չեք արտադրում, դուք գիտեք, որ մենք տարերով պատերազմների մեջ ենք։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը լուրջ զենքեր չի արտադրում։ Հրանտ Բակրատյանը, ցավում եմ, որ այդ մարդուն պետությունը մի անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ դրանից հետո աշխատանք չտվեցին։ Այդ խելացի մարդուն, որ նայում եմ, տեսնում եմ, թե ինչքան ազգասեր, ազգին նվիրված առաջարկներ է անում։ Հրանտ Բակրատյանն ասում է, մենք փամփուշտի գործարան ստեղծեցինք։ Ինչի չեք արտադրում փամփուշտը Հայաստանում։ Մենք ստեղծեցինք ուրեմն սնարյադներ։ Եվ ամենալավերից մեկն էր թուրքերը զարմացել էին, ինչի չի գործում, ինչի չեք արտադրում։ Այո, հիմա ցույց եք տալիս ինչ որ ռոբոտացված սդից բաներ։ Թուրքերն այսօր արտադրում են, ադրբեջանցիներն արտադրում են, ուրեմն գրատներ են արտադրում եւ հսկայական զենք են արտադրում։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը չի արտադրում։ Ես եթե փոքր երեխաներին հարցնես, թե Հայաստանին ինչ է պետք, կասեն այո, պաշտպանվելու,
զենք զինամթերք, որ մենք կարող ենք արտադրել, եւ երկրորդը աշխատատեղեր։ Պատկերացրեք, դուք հիմա փակել եք ամբողջ գործարանները եւ ասում եք, թե պետությունը չպիտի ունենա սեփականություն։ Իսկ ով է ասել, որ պետությունը չպիտի ունենա սեփականություն։ Ես ուղղակի ինձ շատ հետաքրքիր է, ինչ եք դուք այդ մոդելը վերցրել։ Ինչի համար Հայաստանում 10 հոգի կամ 10 ընտանիք ամբողջ երկրից հարուստ է։ Ամբողջ հայ ժողովուրդը դրված է կշերտի մի նժարին, 10 ընտանիք մյուս նժարին։ Այդ 10 ընտանիքը կրկնակի անգամ գերազանցում է ամբողջ հայ ազգին։ Ինչի համար է երկրի ընդերքը տիրում է 10 ընտանիքը։ Ինչի համար է ներկրում, ասենք, բենզինի ներկրում, բարելիքի ներկրում, որ հսկայական շուկա է բանակը։ Ինչի համար է անադը անում, ինչի պետությունը չի անում, եւ այդ շահույթները ինչի պետությունը չի ստանում։ Ինչ է պատճառը։ Պատճառը միայն նա է, որ դուք ղեկավարվում եք անգլո-թուրքական շների կողմից։ Միանշանակ հայ ժողովուրդը չի կարող դա տեսնի ու անտարբեր անցնի։ Գյուղատնտեսության նախարարությունը փակել եք։ Երկրի 50-60% բարելահողերը չի մշակվում։ Եթե 50-60%-ը չի մշակվում, ուրեմն նմանատիպ կառավարություններին արագ կարգով պետք է կանգնեցնեն դատարանի առջև կամ վռնդեն Հայաստանից։ Դա հատուկ քաղաքականություն է, եթե երկրի բարելահողերի 60-50%-ը չի մշակվում։ Ես զարմանում եմ։ Ես հիշում եմ, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում, երբ որ կառուցվեց Տեր-Կիևի Ախուրյանի ջրամբարը, ուրեմն այնտեղ ամբողջ այդ սահմանի գյուղերը ոռոգվելու են եւ այդ տրուբաները 10 կիլոմետր ավելի ուրեմն հասնում են մինչև վերին գյուղերը։ Ձեր նախկինները, որոնք ձեր բերեցին, բոլոր այդ խողովակները վաճառեցին թուրքերին։ Հələ տեսեք ինչ քաղաքականություն են վարում սրանք ազգի նկատմամբ։ Եվ մեկը կարող է ասի, դե գիտեք, դե չեմ հասկանում, խելքերը չի բան թուրիմացություն եղել, անփութություն եղել։ Ոչ։ Շատ լավ հասկանում են եւ կառավարվում են դրսի կողմից։ Նա մանավանդ Արցախյան այս պատերազմը մեզ ցույց տվեց, թե ովքեր են ղեկավարում Հայաստանի Հանրապետությունը։ Դա ցայտուն է, որևիցե մեկը եթե ինչ որ այսպես սդից պաշտոն են գցում դեմը, ուզում է ելնի ինքը սրանց արածը փագի, միանշանակ նույն մարդն է, նմանն զնմանին կդան է, որ իրենք են եւ մեկը մյուսի հետ շահկապված ուզում են այս ամեն ինչը փագել։ Եթե երկիրը հանձնում եք սրա ձեռքը, գիտակցաբար դուք տվեցիք մի մարդու, որի անունը տուն քանդող է։ Տուն քանդողը տուն չի շինում, հիշեք։ Ոչ ապրել գիտե, ոչ ապրեցնել գիտե։ Միայն մի բան գիտե։ Բռնեք, դատեք, պարգծրեք գետին, ծեփեք պատերին, ես չգիտեմ, ոչ եմ սդից նմանատիպ բաներ, որ ասենք պատկերացրեք, այն հզոր մարդիկ, որոնք իրանց երկրի ճակատագիրը, իրանց երկրի խորքային հարցերը իրենց ուզում է, այդ գետին պարգեցնելը, դու կախաղան հանելը առ ոչինչ է, որովհետև մենք մի հատ ուրեմն երկ ունենք է, ասում է, ես արամն եմ քաջ արամ, ինչ տանում են կախաղան, կախաղանից պիտ գորամ, կեցե, անկախ, Հայաստան։ Եվ մի լավ լուր ունեմ, յուրաքանչյուր հայորդու, յուրաքանչյուր գյումրեցու, եթե հարցնես, առաջի խնդիրը որն է, կասի աշխատատեղերի ստեղծում։ Երկրորդը բնակարանների, որը 2500 անօթևան մինչև այսօր մնացել է։ Եվ միակ մարդ եմ եղել, որ ես բարձրաձայն այն ժամանակ մեր քաղաքի բոլոր այն ժամանակվա պատգամավորները, պետական կառույցի, ուրեմն ներկայացուցիչները, հանրապետական նշանակության ունեցող նախարարներու բոլորն ասում են, թե Գյումրի քաղաքում մնացել է 500-ից 700 անօթևան։ Միակ մարդ եմ եղել, որ ասել եմ ոչ, երկրի նախագահի դիմաց, խորհրդակցության ժամանակ եւ ամեն ինչի ժամանակ ասել եմ, որ քաղաքում կա 5700 անօթևան, դրանից հետո ձեզ խապում են, նախկին ղեկավարներին էի ասում։ Եթե դուք ուզում եք, որ ես ելնիմ նմանատիպ բան հայտարարեմ, երբեք չհավատաք ինձանից։ Ես մինչև վերջ իմս պնդելու եմ։
Եվ վերջում ես կարողացա մենակ, դուք հիշում եք այս կոնֆլիկտները, ես մենակ կարողացա բոլորին ապացուցել, որ մի հատ թակ մի քաղաքապետ ելել է պաշտպանում է քաղաքի ժողովրդի շահերը։ Իմ ժամանակ կառուցվեց 17,000 բնակարան։ Մեկը ասում է, թե յանի ես ասել եմ, թե որեկա կառավարության վզից կբռնեմ։ Վզից բռնելը դա ուրիշ խոսք է, բայց ես ասել եմ, այո, կողորտներից կբռնեմ, որ Քոչարյանը Ռոբերտ էստեղ ասել էր, ձեր քաղաքապետը ստեղծ էր մտցրել, բռնել էր մեր կողորտից, ասում էր, բնակարանների հարցը պիտի լուծեք։ Ինձանից հետո անցել է 13 տարի։ Մի հոգու բնակարան տվել եք։ Մի հոգու, ասում եք քաղաք դեգան կառուցեցինք։ Ինչ եք կառուցել, մի հատ հələ ցույց տվեք դե ձեր կառուցածը։ Այս շենքը, որ հիմա կագրած եք, ես եմ այս հատվածը վերակառուցել։ Դրանից հետո այն հատվածը, որ անդերության մնացել է, դու ձեր օրոք եղել 13 տարի։ Մի քարը քարին դրել եք թե ոչ։ Միայն տեսնում ենք ասֆալտապատում, ասֆալտի վրա ասֆալտ է կանում։ Ինչ է պատճառը, որ մենք Հայաստանի Հանրապետությանը գցեք եվրոպական ուժերի, սորոսականների տրամադրության տակ, տալիքի տակ, պարտքի տակ գցեք եւ այստեղ էլ ալակարգով ասֆալտ է կանում, որ դու ասում ես ասֆալտից ատկատները շատ է։ Հիմա դու այդ ատկատներից կշտացաք, թե ոչ։ Եվ գիտենք, թե ովքեր են շահում այսօր այդ տենդերները, միջպետական եւ քաղաքային։ Թե ժամանակ գյումրեցիք էին քաղաքում ասֆալտ անում, հիմա գյումրեցիք շատ 50%-ով են անում։ Մնացածը ձեր հարազատներն ու ձեր բարեկամներն են կամ որևիցե մի չինովնիկի եղբայրն է կամ իրանց ստեղծած կազմակերպություններն են, որ անձամբ ձեզ ճանաչում ենք։ Մյուսն ասեմ, 15 թվականին, 1915 թվականին եղեռն տեղի ունեցավ, իսկ 91 թվականին, երբ որ մենք անկախացանք, ուրեմն բնակչության թիվը 3 միլիոն 700,000 բնակչություն կար Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մնացել է 1,800,000-ից 2 միլիոն։ Ինչ է պատճառը, որ հայը լքում է իր բնորանը։ Հայը լքում է իր բնորանը մի բանի համար, որ ընտանիքը պահի։ Գնում են Ռուսաստան, գնում են մնացած տեղերը, որ աշխատեն, ուրեմն բերեն պահեն իրենց երեխեքին, իրենց ընտանիքներին։ Հիմա էլ ուրեմն նոր օրենք է քանել, որ այդ մարդկանց աշխատանքի վրայի, չգիտեմ քանի տոկոսը տանում եք հանրապետական բյուջե, որովհետեւ մարդիկ էլ հետ չկան, մնան Ռուսաստան, իրենց ընտանիքին էլ այստեղից տանեն։ Այո, ձեզ պետք է, որ Հայաստանում բնակվի 1 միլիոն բնակիչ, որովհետեւ ձեր Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, այս տարածաշրջանում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն, ոչ ավել։ Դրա համար քանդեց ամբողջ գործարանները։ Եթե գործարանը քանդում ես, ամբողջ գյուղական համալիրները բոլորը վերացրեցիք, ցեղական անասունները բոլորը մորտել տվեցիր։ Էլ թշնամա, եթե թշնամի մտնի Հայաստան, նույն գործունեությունը պետք է ցավալի, որ քանդի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ թշնամին ներսից է, էլ ինչ ենք ուզում մենք, այսքան բանը տեսնելուց հիմա ո՞նց կարող եք դուք տեսնեք այս ամեն ինչը ու գնաք կագրեք դրանց կողքին։ Մի խոսքով, ինձանից հետո, ինչ որ հիմա տեսնում եք իմ կառուցածը, 100-ից 120 միլիարդ դրամի անհատը շինարարություն է արել։ Ինչ Քոչարյանը Ռոբերտն ասում էր, այս գյումրեցիները հարստացել են, ասում է չեն հարստացել, հախեր չեմ առնում, չեմ տանում բերում, որ մարդիկ արագ կարգով կառուցում են, դրա համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից այդքան շինարարություն չեն արել, այդքան ներդրում չեն արել, ոնց որ իմ օրոք են արել։ Բացի այս ամեն ինչից, պատկերացրեք, այս քաղաքից հեռացրել եմ 40,000 եւ ավելի տնագներ։ Հələ պատկերացրեք, դուք ձեր տնագները հեռացնելու համար խնդրեմ եք ունենում։ Ուր մնաց քաղաքապետը հեռացրել է 40,000-ից ավելի տնագներ։ Դե հասկացեք, թե ինչքան չարչարանք են կարել ու ինչ խնդիրներ են ստեղծել։ Ուրեմն միայն Երևանյան խճուղուց, երբ որ Լինսի հիմնադրամով կառուցում էր այդ շենքերը, նախկին ղեկավարները ուզում էին տանել Մոշ եւ 58, որ կառուցեին այս հոյակապ շենքերը։ Ուրեմն ես եղել եմ դեմ, մարզպետարանը կողմ եղել, քաղաքաշինության նախարարությունը կողմ եղել եւ նախագահականը կողմ եղել։ Միայն դեմ եղել է ձեր քաղաքապետը, ինձ էլ ասել են, եթե այդպես է, 2-3 ամիս ժամանակ ենք տալիս։ Եթե ազատեցիր տարածքները, ուրեմն գումարները տարվում է Երևան մշակույթի վրա օգտագործելու համար։ Ես մանկապարտեզի վարիշներից բռնած, սպորտ դպրոցի աշխատողներից բռնած,
թաղի ժողովրդից, քաղաքի ժողովրդից բռնած ինձ հետ եկել եմ այդ տարածքները ազատելու։ Մի հատ Հայդարակ 432 որոշում կար, որ ես չէի կարող այդ որոշմամբ, ուրեմն 7-րդ կետի արտոնության մարդկանց բնակարանը ենք տալիս, իսկ այդտեղ ապրում էին մեծամասնությամբ 8-րդ, 15-րդ, 30 կետի արտոնություն ունեցող մարդիկ։ Ինձ ասում են դու չենք կա, դու այս տնակները հանուն պիտի տանես դնես դաշտերի մեջ։ Մենք ուրեմն կոյուղի ենք անցկացրել, գազ ենք անցկացրել, ջուր ենք բերել, լույս ենք քաշել, այս փտած տնակները տանում ես, մենք ոնց հետո ինչ անենք։ Ասում էին պայմանագիր կնքի դուրս կեկանք։ Արտաշես Թումանյանն էր, աշխատակազմի ղեկավարը, ասում էին 432 որոշման մեջ մի դրույթ մտցրեք, որ ես կարողանամ այս մարդկանց հետ պայմանագիր կնքեմ։ Ոչ մի բան չարեցին։ Ուրեմն ծրագիրը ձախողվում էր։ Գայ ձեր քաղաքապետը բռնե ու բոլոր այդ պայմանագիրը կնքե, որ դատական վրես գործ են հարուցել։ Հիշեք սա։ Եվ այն ժամանակվա մարզպետն ասում են միակ մարդ է, որ չենք տեսել հանուն իր ժողովրդի գնում է սրոկի տակ է մտնում, որպեսզի ծրագրերը չձախողվի ու մաքրել եմ այդ տարածքը 2000 տնակ եմ հանեմ այն այդ տնածքից, եւ երբ որ հիմա քաղաք մտնում եք, այդ գեղեցիկ շենքերը, որ կառուցված է, այստեղ այ շնորհիվ է կառուցված։ Ողորմի Քրկորյանին, իր անընջեցյալներին։ Հիմա ես ծրագիր ունեմ, այդ շենքերը, որ կառուցված է, ամեն մեկի վրա մի հարկ անել են, բայց հիմքերը մի հարկ բարձր շենքերի համար է։ Այսինքն, եթե 3 հարգանի է, 4 հարկ է միանշանակ, կարող եք պետք 4-րդ հարգը բարձրացնել։ Եվ իմ ծրագրերից մեկը պիտի լինի բոլոր լիսի հիմնադրամով կառուցած շենքերի վրա մի հարկ ավելացնել, մասարտային տեսքով։ Այ հիմա նայեք, այս կտուրներին նայեք, այս ժեշտերից կտուրները, ամբողջ Եվրոպան, որ գնում ես, ամբողջ Եվրոպան, եւ Իտալիա, եւ Անգլիա, եւ Ֆրանսիա, եւ բոլոր տեղերը վրան մասարտային գեղեցիկ, ուրեմն բնակարաններ է կառուցված։ Ուրեմն իմ լինելու իմ ծրագրերից մեկը քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ պահանջարկը շատ է, ուրեմն մասարտային նմանատիպ բնակարաններ են կառուցելու, քաղաքապետարանի բյուջեն ավելանալու է, եթե քաղաքացիները հնարավորություն ունեն իրենք մասնակցելու, իրենք ունենալու են լրացուցիչ բնակարան այդ շենքերի վրայից, եւ ծրագրերից մեկն է դա, որ եկա ուրեմն անպայման կրթության, մշակույթի, սպորտի, կոմունալ բաժնի բոլորի աշխատավարձերը բարձրացնելու են։ Ոչ թե 1500, 1751 դրամով, այլ անպայման 50% եւ ավելի բարձրաձայնում են։ Քաղաքում կա տասնյակ հազարավոր աբորենի շինություններ, որ երկրաշարժից հետո մեծահարուստ լեռնականցիները եւ գյումրեցիները կառուցել են։ Ուրեմն պատկերացրեք, բայց այն ժամանակ էլ կան բայ ղեկավարներ, որ քաղաքի նորմալ հատվածներում չէին տալիս, որ մենք ինչ-որ մի բան կառուցենք։ Եվ դրա համար գյումրեցիները գնացին ավտոկայան, Ախուրյան եւ մնացած այդ թաղամասերում սկսեցին կառուցել իրենց բնակարանները կամ կենսասպասարկման օբյեկտները։ Մինչև այսօր չի օրինականացվում։ Եվ դա հսկայական գույքահարկ եւ հողի հարկ է։ Եվ դրանով գալու եմ ամբողջ այդ հարցերը կարգավորելու եմ։ Իմ ժամանակ ստեղծել էի բաժին, որ զբաղվում էին այդ հարցերով, բայց ինձանից հետո վերջացավ անցավ գնաց։ Ուրեմն հիմա մի լավ լուր ունեմ։ Այ կոմունիստական կուսակցության մեջ ես մտել եմ այս պահին բանեմ, ուրեմն դաշինք ենք ընկել, միասին գնում ենք առաջ։ Ռուսաստանի հետ մի քիչ առաջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համատեղ գործարաններ ենք բացելու Լենինագանում, Գյումրի քաղաքում, համատեղ գործարաններ։ Շուլոշտին, այն ժամանակ Գուլբան Ասկեղենը, որ աշխատում էր, 1926 թվականից հետո, երկրաշարժից հետո, Խորհրդային միությունը ստեղծեց տեքստիլ կոմբինատը, մանվածքայինը, Գուլբան Ասկեղենը, տարի գործարանը, տրիկոտաժը, մի խոսքով, եւ դրանով քաղաքում աշխատում էր 90,000 բանվոր։ Հիմա Իվանովոն, ուրեմն դա ստանձնեց իր վրա եւ Լենինագանում բացեցին այդ գործարանը 26 թվականին։ Անցել է 37 տարի, միայն մի բան ենք լսում, ամենաանաբավ խավը ապրում է Գյումրիում եւ Շիրակի դաշտավայրում։ Պետական մոտեցում չկա, պետական ծրագիր չկա։ Հիմա ես նայում եմ ՔՊ-ի ծրագրին։ Միայն ինչ են ասում, ասֆալտ կանենք, բագերը կբարեկարգենք։ Առողջացման ծրագիր չեմ տեսնում, որ ասենք ստեղծենք աշխատատեղեր։ Ուրեմն ամենակարևոր բանը դա աշխատատեղերի ստեղծումն է,
որ մենք մեր ձեռքով մեր տունը կառուցենք, աշխատող մարդիկ ենք մենք։ Նամանավանդ Գյումրի քաղաքը իր բանվորներով, իր վարպետներով 1915 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղ կար, քան 21-րդ դարում Գյումրի քաղաքում։ Պատկերացրեք տարբերությունները, ինչքան տարբերություն է եւ պետական մոտեցում, ես այս բանին չեմ տեսնում։ Իմ աշխատելու ժամանակ ընտրվելուց հետո պարտադիր պահանջելու եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պահանջելու եմ ազգային ժողովի ֆրակցիաներին, արտագնան նիստերն անցկացնեն Գյումրիում, այդ հոյակապ քաղաքապետարանը, որ սարքել եմ, եւ կառավարության եւ ազգային ժողովի դալիճներից պակասը չի, եթե ոչ լավն է, թող կան այստեղ անցկացնել ու ասեն կոնկրետ ինչ առողջացման ծրագիր են առաջարկում Գյումրի քաղաքին, որ մենք հասկանանք, թե պետությունը հոգ է տանում մեր նկատմամբ։ Մեր թվարկությունից առաջ, մեր թվարկությունից հետո, եթե որևիցե միտեղ աղետ է տեղի ունեցել, տվյալ երկիրը, ուրեմն այդ աղետի կոդու հարգերը կրճատել է 100%-ով, բացի Հայաստանի Հանրապետությունից, որ մեզ այսքան տարի պահել է, որպեսզի օգնությունները կար ու իրենք պահեն Հայաստանի Հանրապետությունը եւ պատերազմը։ Կողմնակից ենք, պատերազմի համար լավ է կարել, բայց մնացածը մենք 30 տարի, 37 տարի, մարդիկ կաշին ու օսկորն է մնացել, ինչքան կարող են այսպես մնալ, ինչքան կարող ենք մենք այս վիճակին մնալ։ Հիմա դե տեսեք, եթե պետությունը, ուրեմն ինքը գործարան չի կառուցում, նմանատիպ քաղաքականություն է որդեգրել, մենք առաջարկում ենք այդ 0.25% վարկերը, որ դուք ամենավերի կառույցները եւ ձեր բարեկամները 0.25%-ը տալիս եք ձեր մեջ, ձեր միջով եք արել, բացել եք բանկեր եւ այդ բանկերը տալիս է 18-ից 25% տոկոսադրույքներով վարկեր։ Այսօր յուրաքանչյուր գործ, եթե ձեռնարկես, շահույթը 20%, եթե լինի դա մեծ բան է։ Այսինքն ամբողջ պետություն, ամբողջ ազգը աշխատում է ձեզ համար։ Հələ դու 7 տարի եկել ես պետության ղեկը վերցրել ես։ Հələ մի հատ ցույց տար ովքեր են վարկերի տերերը, ում եք բաժանել այդ վարկերը։ Հələ աննազգանուններն ասա։ Երկրի ընդերքը ամբողջությամբ ում եք տվել, որ օֆշորներում գրանցված է, չես կարող անել։ Սուտ Վարդան Ղուկասյան, թե Վարդան Ղուկասյանը ինչ է արել, մի հատ բարձրաձայնեք։ Դուք եղել եք հրանչոն, փոշու տատասկը մաքրել ենք, ճահիճները մաքրել ենք, դաշտերից քարերը հավաքել, մի հոյակապ բան ենք սարքել, բոլորը տեղել եք հանգստի վայր։ Դրա համար գործ են արուցել։ Ինչ է եղել, ում օջախն ենք քանդել։ Կամ այդ որ փողերը չկա, որ դուք այդպես մեր վրա բաներ եք սարքում, այո։ Ուրեմն բոլոր են մարդիկ, ովքեր սիրում են հայրենիք, կարող են ստեղծել աշխատատեղ, շոկեքարշի դեր տանել, հատուկ դրսի ուժերից թիրախավորվում են, ունեցվածքից զրկում են, ճանապարհին թափում մեր գրեն, ճանապարհին խփում են, բանդարգում են եւ հայրենիքից վտարում են, որովհետեւ թողնեն ստրուկներին եւ իրենք իրենցից մի քանի ընտանիքով ամբողջ երկրի ունեցվածքը դառնա իրանց սեփականությունը եւ իրենք թակավորի պես ապրեն։ Սա մասոնական ծրագիր է, գիտենաք, սա մասոնների ծրագիրն է եւ ռուսներին այստեղից վռնդելը։ Պատկերացրեք, 320 միլիոնանոց թուրքալեզու ազգի մեջտեղ է կանգնած է հայ ժողովուրդը։ Եթե այսօր ռուսական տրոշը այստեղից տանեն, հիշեք, երկրորդ օրը դրանք քայլելով կգան եւ այս ջահելությանը կվերացնեն, րոպե չի քաշի։ Եթե ռուսին այստեղից անեն, ամբողջ աշխարհը թափել է ռուսի վրա, վրեկը չի կարող։ 3 միլիոնից ավել մեր եղբայրները ապրում են Ռուսաստանում։ Եթե միայն այնտեղից կդրեն այդ գումարները, որ գալիս է իրենց հարազատներին, մենք էլի այստեղ չենք կարող գոյատևել։ Լավ իմացեք, երկրի արտադրության 80-ից 90%-ը վաճառվում է Ռուսաստանում։ Միայն եթե դա փակվի, ինչ ենք ուտելու։ Իսկ այս Եվրոպա մետները, որ հիմա կան մի քանիսը, դրսից գումարներ ստանալով, այդ սորսից, որ նայում ես, միլիոն դոլարներ են ստացել, միլիոն դոլարներ, այո, փողի համար վաճառում են Հայաստանի Հանրապետությունը։ Զարթեք, ոտքի կանգնեք, ճանաչեք, այնքան ցայտուն է տարբերությունը, այնքան պարզ է
ու աղաղագող է, որ չի կարող են ամենա սովորական մտածող մարդը չհասկանա, թե ինչ են ուզում, ուր են տանում, ու ովքեր են սրանք։ Այս ամեն ինչը տեսնելով, ուրեմն ես կարող եմ շատ թվարկել, թե ինչ մոտեցումներ եմ ցույց տալու քաղաքի համար։ Շատ կարող եմ։ Միայն մի բան ևս ասեմ։ Քաղաքում կար 8 հիվանդանոց։ 8 հիվանդանոց։ Մի հիվանդանոցի վրա են թողել։ Ջավախքը օգտվում է այդ հիվանդանոցից։ Արագածոտնի մարզի այս հատվածը օգտվում է մեր հիվանդանոցից։ Գուգարքի այս հատվածը օգտվում է այդ հիվանդանոցից։ Հələ գրասեք հիվանդանոցի վիճակը նայեք։ Այսինքն edել եմ ես կառուցել տվեք, գիտենաք։ Բայց մեզ պետք է երկրորդ, երրորդ հիվանդանոցները։ Այդ ես ասում եմ, ուրեմն քաղաքապատկան հիվանդանոց ենք ունենալու։ Երևանում գիտեք, հիվանդանոցի տերերը ովքեր են, ամենաուժեղ բիզնեսն է, եւ ովքեր են հանրապետության հիվանդանոցի տերերը, բոլորը լավ գիտեք, նրանք, որոնք բերել են այսօրվա ղեկավարությանը, երկրի ամբողջ դարձուրաբերու ամեն ինչ գտնվում է մի քանի ընտանիքի ձեռքին։ Հիմա այստեղ հասելու ենք երկրորդ հիվանդանոցը, երբ որ դարձա քաղաքապետ։ Այո, հիշեք խոսքս։ Ուրեմն պայմանագիր եմ կնքելու Ռուսաստանի Մոսկվայի ամենալավագույն հիվանդանոցների հետ։ Ամենալավագույն։ Այնտեղի պրոֆեսորների հետ, այստեղի բժիշկները, այստեղ բժիշկ կանգնած, ուրախանում են կանգնածները, որ այս այդ հարցն են բարձրացնում։ Ուրեմն անպայման բոլորիս հետ միասին քաղաքում ունենալու ենք երկրորդ, երրորդ հիվանդանոցները եւ չի պատկանալու այն օլիգարխներին, որոնց անունները դուք գիտեք։ Դա պիտի լինի ժողովրդի սեփականությունը։ Իմ աշխատաժամանակահատվածում դերին կառույցների ամենահզոր ղեկավարներն ասում էին, ջրմուղի 44%-ը, որը պատկանում է գյումրեցիներին, պետք է տակ վիոլաջերին։ Ասել եմ չեմ տալիս, միանշանակ, որպես ինչ պիտի տանք վիոլաջերին, ասեք, հա, ձերն է, հասկանալի է։ Ինձանից հետո 44%-ը տվել են վիոլաջերին եւ բոլորս հիմա այդ գումարները, որ մուծում ենք, ուրեմն պատկերացրեք մեր ունեցվածքն է դա։ 44%-ը եղել է ժողովրդի, ուրեմն սեփականությունը։ Ոչ մի բանով բերցրու տվել են վիոլաջերին։ Ես չգիտեմ դե Թումո կենտրոնն ումն է, բայց հիմա արդեն գիտեմ։ Առաջանկան որելան ասեցին Թումո կենտրոն, ես այ խաշտո ավետարանը վկա, տանս ոսկիներից վաճառ է տվել եմ $30,000, որ քաղաքում բան է կառուցվում։ $30,000 ես եմ տվել։ Հիմա եկել են քաղաքի ամենահին, երկրի ամենահին, ուրեմն թատրոնի շենքը սեփականացնորել են 0 դրամներով, 0 հիշեք։ Ու ձերքերը գցել են այգու, այդ ինչ որ մենք կառուցել ենք այդ օազիս բանը, դրանք էլ ուզում են խլել մեզանից։ Դրա համար մեզ տվել են դադի, որ ես վախենանք։ Գնանք ասենք արեք ձեզի միայն մեզի չտադեք։ Էլ չգիտեմ, որ աշխարհի մինչև վերջ բողոքարկելու ենք։ Դրա հետևները գիտենք ովքեր են կանգնած։ Ուրեմն մյուսն ասեմ ձեզ, Մանկավարժական ինստիտուտի շենքը, որ պաբս է կառուցել, շինարարն է եղել։ 6-րդ դպրոցը պաբս է կառուցել, շինարարն է եղել։ Ստադիոնը եղել է մեր Ղուգասյանների Թութունի դաշտը։ Ուրեմն, չգիտեմ այդ տեխնոպարկը որ անադին է պատկանում, որ անադին, նու ես գիտեմ, բայց չեմ կարող իմանալ դե ով է դա։ Ստադիոնը, քաղաքապատկան ստադիոնը, վերցրել են ու տվել են, ուրեմն պետական գույքի նախարարությանը, դրանից հետո տվել են Շիրակ ֆուտբոլային թիմին, որպես ինչ, քաղաքի ունեցվածքը, որպես ինչ եք տվել դուք դրանց հետևը գիտեք ովքեր է կանգնած։ Ուրեմն այստեղ Երկաթգծի հիվանդանոցը 17-15 թվականին տվել են Սերմաքեշին, ով է Սերմաքեշը, տվել են որ աշխատատեղեր ստեղծեն, 17,000 քառակուսի մետր, ուրեմն 8-ից 10,000 միայն շենք շինություն ու հոյակապ վիճակում, առանց երկրորդ կարգի, ուրեմն վտարայնություն ունի, երկրորդ կարգի, այսինքն հիմա այս շենքերն էլ է երկրորդ կարգի, ուրեմն պատկերացրեք տվել են եւ տանցել է 10 տարի, մի հատ մատները ինչ են տալիս, եւ չկա մեկը, որ հարցնի թե այս ում եք տվել, ինչու համար եք տվել։ Ուրեմն կինո հոկտեմբերը ես այն ժամանակ որ եկա վաճառեցինք բանին, կինո Մոսկվային, որ այսօր բոլոր կինո թատրոնները չի գործում, որովհետև միայն կինո Մոսկվան իրավունք ունի դրսից կինոներ ներկրի Հայաստան։ Հետո դրանց կինոներ այնպեսին է, որ պետք է անպայման ունենաս Dolby System,
Ուրեմն սրանց հետ պայմանագիր կնքեցինք։ Բերեցինք այդ ամեն ինչ տարեցինք, վերանորոգվեց, $1 միլիոն ներդրում արվեց։ Աշխատում էր ու պայմանագիրը կնքել եմ, որ 100 տարի պիտի լինի կինո դալիճ։ Իրանք վաճառել են մեկ ուրիշի, այսօր այդ ֆուտբոլային թիմի տիրոջը հավանական է։ Եվ հիմա սրանք ուզում էին այդտեղ սարքեին հյուրանոց, պատկերացրեք, բայց քաղաքապետարանը պայմանագրերը ձեր մոտ է, ինչի չեք հանում, ասեք, թե դուք իրավունք չունեք, որ այդպես հեշտ ու հանգիստ գնել եք։ Ուրեմն նկարիչների միության շենքը պատկերացրա, տվել եմ այս Բաբոյան Արտուշին, որ այս հայու արձանը դրեց, և պայմանագիր եմ կնքել, որ պիտի անպայման հսկայական այս դալիճը պիտի լինի նկարիչների պատկերասրահ, քաղաքի։ Մինչև այսօր մի հատ քաղաքապետ չկա, մի հատ քաղաքապետարանի աշխատող չկա, որ ասի, թե սա տրված է նկարիչների միությանը, ոչ այդպես միայն իր սեփականությունն է։ Ինքը պիտի որոշակի շահույթ ստանա, բայց դա պիտի ծառայի քաղաքի նկարիչների միությանը։ Մի հատ ձայն չեն հանում, ոչ քաղաքապետարանը, ոչ մնացածը։ Մի խոսքով, նմանատիպ հարյուրավոր օրինակներ կարող եմ ես բերել ձեզ։ Հիմա ես ասեցի, որ ընկոտ ընտանիքիս հետ հիմա ես խռով եմ, հարազատներիս հետ խռով եմ, գիտենաք, որովհետև իրանք ոչ մեկը չէին ուզում, որ ես առաջադրեմ իմ տեխնացությունս։ Ինձ գիտենալով, որ ես բուր մտնող չեմ, լռող չեմ, վրեկը թափ տվող չեմ, պահելու եմ ժողովրդի շահերը, մինչև վերջ պայքարելու եմ հայրենիքի հայ ժողովրդի, մերոնք չէին ուզում որ գան։ Ես գիտեմ, սրանք ամեն ինչ կանեն իմ նկատմամբ։ Ընտու հիմա այդ իրանք շներին, ուրեմն նայում եմ այդ ցայգի վերևը, մտնում են, ինչ են անում, դրանք այդտեղ չգիտես թե ինչ են անում։ Ակազվեց, ուրեմն իրանց այդ կոմենտ գրողների տեղերն է, խաբար չենք թե սրանք, ինչեր են սարկում մեր գլխին, այդ իրանց կոմենտները սաղ ֆեյքեր են, իրանց լայքերը սաղ ֆեյքեր են, այդ օրը նայել եմ, ընտու իմ մոդիկներից, իրանց նռավից են տալիս, որ մենք տայենք, դառնանք մերոնց հետ կռիվ գցենք, թե համ մեզ եք լայքում, համ նրանց եք լայքում, այդպես կդեր են տալիս, բայց մեր ապրած ապտակը փողոցի մեզ սովորացրել է, որ դրանց կդերը մենք չենք ուտե, ժողովուրդ ջան։ Ես կարող եմ ժամերով խոսել, կարող եմ ներկայացնել, թե ինչ ծրագրեր ունեմ ու ինչ պիտի անեմ քաղաքի նկատմամբ։ Խոսք եմ տալիս, որ եկա, ուրեմն անպայման աշխատատեղերի խնդիրն ենք լուծելու, որ մենք կարողանանք մեր ձեռքով մեր տունը սարքել եւ մենք ոչ մեկից ուզվոր չէ, Գյումրեցին ուզվոր չէ։ Երկրորդը, անօթևանների հարցը մինչև վերջ պիտի լուծեմ են ժամանակ ասում էի։ Վերջի անօթևանը, որ բնականան ստացավ հետել մեքենայի բանալին եմ տալիս իր համբերատարության համար։ Երրորդը, այն կարծրատիպը, որ ասում է 37 տարին ամենաչկավոր խավը ապրում է Գյումրի քաղաքում եւ Շիրակի դաշտավայրում։ Միանշանակ այդ կարծրատիպը վերացնելու եմ եւ պիտի այնպես անեմ, որ ժողովրդի վիճակը լավանա։ Աշխատատեղերի ստեղծմամբ ամենակարևորը աշխատատեղերի ստեղծմամբ, որը բոլորիս համար շատ կարևոր է։ Պահելու եմ ռուսական պահը, որ երաշխիք լինի մեր անվտանգության, մեր երեխեքի, մեր բոլորի համար։ Պարտադիր Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացնի այնպիսի մի հատ ղեկավար, որ ոչ թե այսպես դրա քայլվածքին նայեք, դրա պահվածքին, դրա ձայնին նայեք։ Արա մարդու ձայնը շատ կարևոր է, մարդու պահվածքը, մարդու աչքերից մի դիմացինը զգա, որ զգաս պահ է իրան։ Էսում ենք մենք ուղարկել, էսով են տուն քանդողը, ոնց կարա մեր տունը սարքի, այ դրա էդ եմ ուզում ասել, տուն քանդողը։ Վերջը, ուրեմն անպայման ընտրություններին ձեզ տեղյակ եմ պահելու, որ Պոնչիկով, Երշիկով, Սասիսկով, եթե ձեր հայրենիքը դավաճանեք ու դրանով գնաք ընտրության, ուրեմն գիտեցեք, որ ձեր նախնիները ձեզ անիծելու են։ Մեր եկուց մեր երեխեքի այս պատճառը մենք ենք հանդիսացել, որ ոչ արժանի ղեկավարներ ենք ընտրել։ Այս երեխեքը, որ հիմա պարգած են, իրանք մեզ նայում են, լավ իմացեք, ես հավատում եմ հարությանը, ովքեր որ չեն հավատում, իրանց համար են նրանք մեռած, մեզ համար ննջած են եւ հիմա մեզ հետևում են։ Եթե դուք պետք է պես հեշտ ու հանգիստ հանձնեիք Արցախը,
Ասում են դե, բա մեզ ինչի մեր ես մադղա ես երդասարդ կյանքեր ես սրի կաշեցիք, արունով ներգեցիք հայոց հողը։ Բա այդ երեխեքին ինչ պետք է պատասխան տանք հեշտ ու հանգիստ։ Կանգնած տեղել, դուք տեսեք դրանք ոնց էին պարում, ստադիոնում, դրանց գամոտ եմ զգում դրանց կանան, ինչ եւ էին դրանք պարում, դրանց պարից է կարելի է վիվը դանել դե դրանք ովքեր են։ Դրանց վերաբերմունքը, դրանց պրարեխները, դրանց հակած կապը, դրանց հեծանիվը, Արա մի երկու հեծանիվ առնենք տանք, դրանց մեզից պրսնի մետ հորիներ տան ես երկրից, մեզ է զնում տեղում։ Պատրաստվեք, ես եկել եմ ստանձնել եմ, բոլորիդ առաջ եմ կագնել, կագնեք կողքիս, կագնեք հետևս ու իմ կողքիս հասկացար, և ազատենք Հայաստանի Հանրապետությունը թուր կհպատակ անարժաններից։ Ալիևը հայրենական պատերազմի ժամանակ պատկերացրեք, ուրեմն դրանք մեր ազգի մասնակցության կեսը չի մասնակցել դրանց, կեսից ավելին դավաճաններ են եղել, 110 քանի ազգային հերոս ունենք, 4-5 մարշալներ ունենք, 600,000-ից 300,000 հետ չի վերադարձել, իմ պապերից 6 հոգի մահացել է երկրորդ համաշխարհային պատերազմին, Ալիևը ներկայացնում է թվեր, որ մենք սրանք չեն կարող մեր ազգի պատմությունը ներկայացնել, վախենում են երեսներին նայեն, այո կվախենան, որովհետև կասեն, եթե խոսացիք փողերի հարցը, զգույշ եղեք, կասենք, միայն կարող են դրանից վախենալ, թե չեն չի են վախենում սրանք այս ծևի։ 100 տարվա պետությունը, 100 տարվա կոկա-կոլան է, կոկա-կոլան 100 տարուից ավելի շատ է հավանական է, քան դրանց պետությունը։ Ատամից ու Եվայից սկսած, ուրեմն հայոց ազգից է ձևավորվել ամբողջ աշխարհը, Նոյի տաբանը կանգնել է Արարատ լեռի գագաթին, Նոյը Նախիջևանել է Նախիջևան, դուք պատկերացրեք, Ատամը խոսում էր հայերեն, ներողություն, Ատամը իր մեղքերը քավում էր հայերեն, Նոյը խոսում էր հայոց լեզուն, դրախտը գտնվում է Հայաստանում, Փինգյոլում, եւ ընդդուք հիմա հարցեր կան, որ ներկայացրել են, որ Երուսաղեմի 4 ուրեմն թաղերը, որտեղ Հայաստանի թաղը ամենահինն է համարվում, ուրեմն եւ ամենամեծը, եւ այդ տիրոջ սրբությունները, որ տրված է հայոց ազգին, ընդդուք ասում են, որ քահանայություն ըստ Մելիքսեդեկի ամբողջ քրիստոնյաները չգիտեն թե ով էր Մելիքսեդեկը, որ հայր Աբրամը խոնարհվեց Մելիքսեդեկի դեմ եւ օրհնություն ստացավ Մելիքսեդեկից։ Ասում են, որ Մելիքսեդեկը դա մեր հայք նահապետն է։ Եվ Սաղեմի երկիրը Երուսաղեմը դա հենց ստեղծել է հայ ժողովուրդը դաժը։ Իրանք են ասում, հրյաներն են ասում, լավ իմացեք, հրյաները, գերմանացիները, բավարները, ասում են, որ մեր նախնիներն եկել են Արարատ լեռից, բրիտները, որ անգլիացիների ստեղծողներն են, ասում են, որ մեր նախնիները եկել են Արարատ լեռից եւ մենք խոսում ենք հայոց լեզուն։ Ուրեմն բասկերը ասում են, որ եկել ենք Արարատ լեռից եւ մեր պապերը հայեր են։ Էս ինչի եք վախեցել այսպես։ Հայոց պատմությունը դպրոցներից հանում են, հատուկ հրեական ծրագիր է, որպեսզի հայերը չգիտենան թե իր նախնիները ովքեր են, որպեսզի մենք կդրվենք պատմությունից, որպեսզի չգիտենան թե մենք ով ենք, ու այսպես բախբորիկ պատասխաններ տանք։ Մի խոսքով շատ խոսեմ էլ չեմ ուզում խոսել, երկրորդ հանդիպում ունեմ, մեր միջի դատավոր Աստված է։ Չգնաք ընտրության, գիտեք ինչ կա, բանը, մենք չարբիգություն ունի էլ մեր ազգը, բանը, գնամ դե կարող է քաղաքապետ եղնի մենք Պողոսը, հորոխբորս տղեն ինձ մեկ գործեմ կոդա բան, մենք կաբրինք բանես կոմենքում, կամ մորկուրիս մարդը բան, եթե այդ ձևով գնում եք, ձեր նախնիները ձեզ անիծում են, ձեր նախնիները, այ հիմա ստեղ կանգնած եք, եթե այդ սկզբունքով ինձ եք ընտրում, ինձ չընտրեք այդ սկզբունքով, միանշանակ դուք տեղ չեք ունենալու իմ մոտ, ինձ ընտրեք, մարդկանց գնացեք ընտրության այդ սկզբունքով, տեսեք, խոսքը, գործը իրար բռնում է թե ոչ, կարող է անել, արել է թե չի, իր համար զուգարան չկառուցողին ոնց եք ընտրում,
ամբողջ քաղաք կառուցողն է, ու մեկը որ իր համար զուգարան չի կառուցել։ Եթե այդքան բանը չեք տարբերում, ըստ հավատքի քեզ եղիցից ձեզ, ինչքան որ դուք եք, այդքան էլ ձեր ղեկավարը կլինի։ Շնորհակալություն, առաջ Աստված։ Ես գնացի։ Ես ինչքան խոսամ, իրանք կուզեն ընձի լսել մեր դպրոցը։ Եթե հարցեր ունեք, քաղաքային, պետական, հարցեր ունեք տվեք, եթե անձնական է խնդրում եմ հետո գկաք ինձ մոտ, ես բոլորիդ կլսեմ։ Չկա, շնորհակալություն։ Եթե ընտրեցիք, կշահեք դուք, եթե չընտրեցիք, կշահի ընտանիքս ու հարազատներս։ Քվեատերտիկ համար 2